Հարցը բազմաթիվ մարդկանց է անհանգստացնում, քանի որ մեր երիտասարդությունը եւ դեռահասները եւ այդ տարիքից մի փոքր ավելի բարձրները, ովքեր ամուսնացած չեն, չունեն մշտական ընկերուհի, պարբերաբար ունենում են սեռական կոնտակտներ, մեկ ամիսը, մեկը տարին, մեկ եւ դեռահասները, հատկապես այն դեռահասները, ովքեր շատ ուշ են ունենում հարաբերություններ, հաճախ առնչվում են նմանատիպ խնդիրների հետ, որ սեռական հարաբերության ժամանակ անդամը լավ չի ձգվում կամ կեսից թուլանում է։ Հատկապես այս երևույթը հանդիպում է այն դեռահասների մոտ, ովքեր էմոցիոնալ դաշտը շատ հագեցված անկայուն վիճակում է գտնվում եւ յուրաքանչյուր սեռական կոնտակտ եւ հատկապես առաջին սեռական կոնտակտի ժամանակ այնքան շատ են լինում այդ հուզումնալից ապրումները, որ այդ տագնապային նյարդային ռեակցիայի ազդեցության տակ տեղի ունի էրեկցիայի կորուստ։ Եվ երիտասարդը չունենալով բավարար գիտելիքներ, որ դա էմոցիոնալ դաշտի ազդեցության տակ է ունում, ոչ թե ինքը ունի էրեկցիայի լուրջ խնդիր, ինքը սկսում է մտածել, որ ինքը փաստորեն լուրջ խնդիր ունի։ Այս պարագայում անհրաժեշտ է սեքսոլոգի կոնսուլտացիա եւ մասնագետի առաջադրանքը կլինի ճիշտ ներկայացնել անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ առաջին սեռական հարաբերությանը վերաբերող այդ ամբողջ ապրումները, հուզմունքը, որը պետք է հնարավորինս կարողանալ սեփական ուժերով հաղթահարել։ Որպեսզի կարողանալ դա սեփական ուժերով հաղթահարել, անհրաժեշտ է հարաբերությունները ունենալ հնարավորինս կոմֆորտ պայմաններում, այսինքն դա չպետք է ինչ-որ անհարմարավետ պայմաններ լինի կամ ինչ-որ բռնվելու վտանգ լինի կամ, չգիտեմ, այտենց բաներ պետքա չլինեն, հնարավորինս կոմֆորտ, ես հասկանում եմ դա տեխնիկապես դժվար է այդ ամեն ինչը ապահովել, բայց երիտասարդը պետք է հասկանա, որ եթե պայմանները բարենպաստ չեն եւ խանգարող հանգամանքներ կան, հնարավոր է, որ այդ իրավիճակային գործոնների պատճառով իր մոտ կորի էրեկցիան։ Դա չի նշանակում, որ ինքը ունի էրեկցիայի խնդիր, բայց մյուս կողմից մենք պետք է հաշվի առնենք, որ պարբերաբար կրկնվող նման ձախորդությունները կարող են թողնել տպավորություն, որ փաստորեն խնդիր կա։ Դրա համար մենք մասնագետները շատ հաճախ խորհուրդ ենք տալիս, որ ձախորդված հարաբերությունները, եթե սկսում են հաճախակի կրկնվել, պետք չի ամեն անգամ ոնց որ զոռով գնալ հայտնվել այդ իրավիճակի մեջ։ Եթե չի ստացվում, ուրեմն ըստ երևույթին ինչ-որ խնդիր կա։ Ավելի այդ խնդիրը կանոնակարգել, այնուհետ նոր փորձել ունենալ հարաբերություններ։ Ինչքան շատ եք փորձում ունենալ, ինչքան շատ եք ուզում, որ սեքսը ստացվի ավելի լավ, ինչքան շատ եք ուզում, որ անդամը ավելի լավ ձգվի, ինչքան շատ եք կենտրոնում անդամի ձգվածության վրա, այնքան ինքը ավելի վատ է սկսում ձգվել, այսպես ասված։ Այս իրավիճակները պետք է անպայման անցկացնել մանրամասն խորհրդատվություն։